Եսայի մարգարեն խոսում է Քրիստոսի մասին, որն ապագայում պիտի լիներ անցյալ ժամանակով։ Գիտեք դա ինչ է նշանակում, որ հավիտենականության մեջ ժամանակ չկա, երկնքում այն արդեն կատարվել էր։ Եվ Եսային պարզապես տեսնում էր ինչ է կատարվում եւ պատմում էր արդեն կատարված ձևով։ Մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, արդեն տրված է, արդեն ծնված է, արդեն նա իշխանությունն իր ուսերին վերցրած է, արդեն նա հավիտենականության հայրն է, արդեն նա սքանչելի խորհրդականն է, նա արդեն է, որովհետև այդ ժամանակ երկնքում այդ ամենը արդեն եղել էր, որովհետև նա այս ամենը տեսնում էր ժամանակից դուրս, հավիտենականության մեջ։ Մարդկային տեսանկյունից ասում է մեզ մի մանուկ ծնվեց, Գերբնական տեսակետից եւ մեզ մի որդի տրվեց, որտեղ դրանք տարբեր են։ Մարդկությանը մանուկ տրվեց, երկնքին որդի տրվեց։ Ինչու է սա կարևոր? Որովհետեւ մեր ինքնությունը նրանից հետո փոխվում է։ Մենք երեխաներ ենք ծնված երկրի վրա, բայց Քրիստոսով դառնում ենք որդիներ երկնքում։ Նա ճանապարհն է մեզ ցույց տալիս։ Այստեղ Եսային մեզ ասում է ինչ է կատարվելու, մարգարեանում է, թե ինչի համար նա պիտի ծնվի, որ մենք որդի դառնանք, որովհետև նա որդի է եւ նա անդրանիկն է։ Եվ մենք պիտի հետևենք նրա քայլերին։ Մենք երեխա ենք այս երկրի վրա, բայց դառնում ենք որդիներ երկնքի